Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք հարցազրույցների շարք Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Այսօրվա իմ հյուրն է հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, քննարկելու ենք այս տարվա եւ թերևս վերջին տարիների ամենակննարկվող, ամենահետաքրքիր հանրության համար հետաքրքիր թեմաներից մեկը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման թեման։ Սկսենք այն հարցից, թե ինչ ձևաչափով եք դուք քաղաքացիներին եւ գործընկերներին իրազեկում եկամուտների հայտարարագրման մասով եւ ինչ գործընթացներ, նրբություններ կան սրա վերաբերյալ։ Նախ ես էլ եմ ողջունում, շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար եւ իրոք ճիշտ եք, ներկայումս շատ քննարկվող թեմա է համատարած հայտարարումը, ֆիզիկական անձանց կողմից հայտարարման գործընթացը լայն թափ է ստացել, ասեմ, որ այն ներդրվել է 2023 թվականից, իհարկե 24 թվականին, երբ որ հանձնում են 23 թվականի արդյունքները, շրջանակը ավելի քիչ էր, այս տարի համեմատաբար շատ ավելի մեծ շրջանակ է եւ բնականաբար պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարթակները եւ ձևաչափերը օգտագործում է, որպեսզի լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ իրականացնի եւ դրանք շատ տարբեր են, մենք բոլոր ձևաչափերը առաջարկում ենք մեր քաղաքացիներին, գործատուներին, օրինակ մեր տարբերակներն են, բնականաբար մենք ունենք ավելի քան 20 սպասարկման սրահ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով, որից 7-ը տեղակայված է հենց Երևան քաղաքում։ Մեր սպասարկման սրահները աշխատում են 9-ից 6 առանց ընդմիջման, կարող են քաղաքացիները մոտենալ եւ իրազեկված լինել, ցանկացած ինչ որ հարց հետաքրքրում է, կարող են ներկայացնել եւ ստանալ պատասխանը։ Հաջորդ տարբերակ առաջարկել են գործատուներին, որ եթե շատ աշխատողներ ունեն, ավելի քան 50-ից ավել աշխատակիցներ ունեն, կարող են մեզ դիմել եւ մեր աշխատակիցները կմոտենան եւ հարմարեցված սրահ եթե դահլիճ առկա է, ապա միանգամից կարող են իրազեկել կարելի ասել բոլոր աշխատակիցներին, այսքան աշխատակիցը այլևս ստիպված չի լինի մոտենալ բացակայել աշխատանքից, այլ մենք տեղերում կարող ենք իրազեկել։ Հաջորդ տարբերակը հաշվի առնելով, որ շատ գործատուներ ունենք, որոնց աշխատակիցները տեղակայված են տարբեր մարզերում, մենք նաև այդ փորձել ենք իրականացրել, առցանց եղանակով են մեր հետ կապնվում եւ մենք կարողանում ենք առցանց իրազեկման աշխատանքներ իրականացնել։ Եվ հաջորդ տարբերակը մենք նաև ունենք դահլիճներ, ուսումնական կենտրոններ, որտեղ մենք նախապես հայտարարություն ենք տարածում եւ այն քաղաքացիները, որոնք ուզում են մոտենալ, զանգահարում են, ցուցակագրվում են եւ կարող են մոտենալ մեր դահլիճներ։ Եվ հաջորդը ասեմ, որ մեր մոտ բոլոր հարթակները օգտագործվում են, այսինքն Facebook-յան, Instagram-յան, Telegram-յան ալիքներով, բոլոր տեղերով մեր պետական եկամուտների կոմիտեն ունի իր էջը, որտեղ որ պարբերաբար նորությունները տեղադրվում են, եւ նաեւ մեր պաշտոնական կայքեջը src.am կայքեջն է։ Այդտեղ շատ մեծ ինֆորմացիա է տեղադրված, երբ որ մուտք են գործում այդ կայքեջը, այնտեղ հայտարարում բաժին կա, որտեղ շատ մանրամասն տեղադրված են ուղեցույցներ, տեղադրված են հոլովակներ, այնտեղ մասնագետն է պատասխանում հաճախ տրվող հարցերին, ինչպես նաև ես եմ ներկայացնում հայտարարման բոլոր բաժինների վերաբերյալ շատ մանրամասն, ինչպես լրացնել, ինչ է դրա համար անհրաժեշտ եւ կարելի ասել փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները մեր քաղաքացիներին մանրամասն իրազեկել, որպեսզի չուշացնեն եւ իմանան թե ինչ է անհրաժեշտ դրա համար։ Երբ քաղաքացին լսում է առհասարակ հայտարարագրում այն ամեն ինչը, որոնք կապված են պետական եկամուտների հետ, քաղաքացու եկամուտի հետ, քաղաքացին կարելի ասել մի փոքր վախ է զգում, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, ինչ գործընթացով պիտի անցնի քաղաքացու համար, դա առաջին հայացքից բարդ թվացող գործընթաց է։ Ես ինքս լրացնելով հայտարարագիրը կարող եմ փաստել, որ դա այդքան էլ բարդ գործընթաց չէ, եթե դու կետերի հերթականությունը ուղղակի կարդալով, ձևաթղթում լրացնելով գնաց։ Մի փոքր խնդրեմ ներկայացնեք ինչ նախ գործընթացը ինչպես է իրականացվում քաղաքացու կողմից եւ ինչ փաստաթղթեր պիտի քաղաքացին ունենա իր ձեռքի տակ, որ սկսի այդ գործընթացը։
Այո, ճիշտ եք, իրազեկման ժամանակ շատ քաղաքացիներ դժգոհում են, քանի որ շատ մանրամասն իրազեկված չեն լինում, բայց երբ որ մենք իրազեկում ենք, թե ինչ է դրա համար անհրաժեշտ, մի փոքր արդեն հասկանում են, որ այդքան էլ բարդություն չի գրում, եւ նշեմ, որ այն մտավախությունը, որ նոր հարկատեսակներ են առաջացել կամ նոր հարկային բեռ է առաջացել, ոչ, այստեղ հարկային օրենսգրքում միակ պահանջը այն է, որ պետք է եկամուտների վերաբերյալ ընդհանրապես հայտարարել նախորդի համեմատ այստեղ նոր հարկեր չեն առաջացել, ինչ փաստաթղթեր են պետք, նշեմ, որ այս հայտարարագիրը, հաշվարկ հայտարարագիրը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար նախ պետք է համակարգ մուտք գործել եւ նույնականացվել, իսկ նույնականացվելու համար պարտադիր պահանջ է ունենալ նույնականացման քարտ։ Այսինքն, եթե քաղաքացին արդեն իսկ նույնականացման քարտ ունի, կարող է հանձնել դրա հիման վրա, կարող է համակարգչային տարբերակով ունենալով քարտ կարդացող սարք, բայց եթե նախընտրում է ավելի պարզ մատչելի տարբերակը, ինչը որ նաև ես եմ այդ տարբերակը ընտրել, ID-ի հիման վրա, այսինքն նույնականացման քարտի հիման վրա մոտեցել եմ բջջային օպերատորին եւ MID տարբերակն եմ ընտրել, դա այսինքն հեռախոսով ստորագրելու տարբերակն է, ինքը շատ հեշտ գործընթաց է, ընդհանրապես ID-ով ներկայացել եմ օպերատորին եւ 5 րոպե ընթացքում ստացել եմ MID տարբերակը, իսկ ինչ է նույնականացումը իրանից ենթադրում, ընդհանրապես հայտարարագրի բջջային հավելվածով բջջային տարբերակն եմ ընտրում, ընդհանրապես հեռախոսահամարը հավաքում եմ եւ հեռախոսից պատկերվում է նշան հավելված, որով որ պետք է հավաքեմ ընդհանրապես գաղտնաբառը հավաքելուց հետո արդեն մուտք եմ գործում հայտարարագիր եւ այս ամբողջ գործընթացը որ նույնականացում սա էր։ Այսինքն երբ մուտք եմ գործում արդեն հայտարարագրերի բաժին, այստեղ ընդհանրապես տեղեկատվություն պետք է լրացնել միայն վարկերի վերաբերյալ, դրսից ստացած եկամուտների վերաբերյալ, դրսից ասելու ոչ միայն արտերկրից, այլ եթե այլ փոխանցումներ է ստացել, ես իհարկե մի փոքր ուշ ավելի կներկայացնեմ մանրամասն բոլոր բաժինների վերաբերյալ եւ այդ բոլոր բաժինը լրացնելուց հետո կարելի ասել որոշակի տեղեկատվություն ՊԿ-ի իհարկե տիրապետում է ինքնաշխատ եղանակով է լրացնում Իհարկե ներկայումս եւս տարում են աշխատանքներ, որ այլ գերատեսչությունից եթե այլ տեղեկատվություն ենք մենք ներառենք եւ ինքնաշխատ նախալրացնենք, բայց բարդ գործընթաց չէ հավաստիացնում եմ եւ լրացնելուց հետո ընդհանրապես հանձնում է հայտարարագիրը եւ այդտեղ բարդ այսինքն գործընթաց չէ։ Ինձանից դա խլել է նախապես այդ տեղեկատվությունը վերցնելով բանկերից, կարելի ասել 10 րոպեում լրացել եմ հայտարարագիրս։ Հայտարարագիրը լրացնելուց հետո գործընթացի իրենից ենթադրում է նաև առավելություններ։ Մենք գիտենք, ինչ առավելություններ կան, որ մեր քաղաքացիները դրանից կարող են օգտվել ու չթվա, որ միայն ուղղակի չոր հայտարարագրում են կատարում ու վերջ դրանից հետո գործընթացը սառեցվում է։ Նշեմ, որ հայտարարագիրը ներկայացնելու ընթացքում, այսինքն եւ նաեւ հանձնելուց հետո կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, իսկ ինչ է սոցիալական ծախսի փոխհատուցումը, ես դարձյալ երբ որ անդրադառնամ բոլոր հայտարարագրի բաժիններին, ավելի մանրամասն կներկայացնեմ, թե դա ինչ առավելություն է, կարելի ասել առնվազն 100,000 դրամ քաղաքացին կարող է հետ ստանալ, եթե առկա է եկամտային հարկ, իսկ ուղղվածությունները դա նշված է 1067 կառավարության որոշմամբ է սահմանված 2023 թվականի այս պայմանությամբ ուղղվածությունը երկուսն են, իհարկե այս ցանկը անդադ վերանայվում է եւ գումարի չափի մասով է նաեւ քննարկվում եւ ծառայությունների մատուցման շրջանակն է ընդլայնվում, այս պայմանությամբ կրթական ծախսն է փոխհատուցվում եւ առողջապահության մասով է որոշակի ծառայություններ կան, որ փոխհատուցվում են։ Տեսեք, մարդկանց գործողությունների մեջ միշտ կան սխալներ։ Հիմա էլ մենք այս հարցը զրույց անելից ինչ որ մի սխալ թույլ ենք տալու հաստատ։ Քաղաքացին լրացրեց հայտարարագիրը, բայց պատահմամբ ինչ որ մի սխալ թույլ է տվել։ Այդ սխալ թույլ տվածը շտկելու ինչ հնարավորություն ունի քաղաքացին։ Իհարկե ճիշտ եք ասում, սխալվել հնարավոր է, այսինքն բոլորս էլ կարող ենք սխալ թույլ տալ, միգուցե եւ մեխանիկական, տեխնիկական կամ չգիտեմ օրինակ դիտավորյալ տարբեր հիմքերով կարող են եւ սխալներ թույլ տալ։ Ուրեմն ճշգրտման հնարավորություն միշտ թույլատրվում է քաղաքացիներին, եթե հայտարարագիրը օրինակ հիմա ես ներկայացրել եմ, բայց նկատել եմ օրինակ, որ ինչ որ բան թերի եմ լրացրել կամ սխալ է կամ չգիտեմ, ինչ որ հիմքով սխալ տեղեկատվություն եմ ներկայացրել, ես կարող եմ ցանկացած պահին ինչքան ուզում եմ 3 տարվա ընթացքում առնվազն կարող եմ ճշգրտել այդ հայտարարագիրը եւ ինչ է պետք դրա համար նորից մոտ գործել այդ համակարգ հայտարարագրման
Եթե միջև այդ անավարտ հայտարարագրերում ես դա պահպանել եմ, կարող եմ այդ հայտարարագիրը բացել, խմբագրել եւ լրացնել են, եթե բաց եմ թողել կամ սխալ եմ լրացել, կարող եմ շտկել եւ նորից հայտարարագիրը հանձնեմ եւ այդ ժամանակ համակարգը զգուշացում է բերում, որ դուք արդեն իսկ ներկայացել եք հայտարարագիր, միգուցե արդեն ուզում եք ճշգրտված հաշվարկ ներկայացնել, նշում եք կատարում, որ այո, փորձում եմ ցանկանում եմ կատարել ճշգրտում եւ հայտարարագիրը կարող է հանձնել։ Այստեղ ոչ մի խնդիր չկա, իհարկե բոլորն էլ կարող են սխալվել, հանգիստ կարող են 3 տարվա ընթացքում ճշգրտել հայտարարագիրը։ Հայտարարագրման այս գործընթացում տարբեր փոփոխություններ եղան այս տարվա ընթացքում 25-ի նախ ժամկետը երկարաձգվեց, որպեսզի քաղաքացիները կարողանան պատշաճ կերպով իրենց եկամուտները հայտարարագրել։ Կառավարության որոշումներում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այո, փոփոխություններ տեղի ունեցել, իհարկե ոչ միայն կառավարության որոշում, նաև հարկային օրենսգրքով, որտեղ ժամկետը սահմանված էր հարկային օրենսգրքով, ինչպես գիտենք, վերջնաժամկետը մայիսի 1-ն էր, ինքնին հայտարարման գործընթացը բարդ չէր, կարծում եմ մեր քաղաքացիները կարող էին եւ փորձել հանձնել մինչեւ մայիսի 1-ը, սակայն այստեղ քանի որ նույնականացման քարտ ձեռք բերելու խնդիր կար, շատ քաղաքացիներ չունեին եւ դրա համար ժամկետ էր պետք, ժամանակ էր պետք, որպեսզի ստանային նույնականացման քարտեր եւ փոփոխություն տեղ ունեցավ ներկայացման ժամկետը 24 թվականի հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 1-ը, իհարկե ոչ միայն ներկայացման, այլ նաեւ վճարման վերջնաժամկետը, որտեղ ինչպես գիտենք, նաեւ այս հայտարարագրով քաղաքացիներ կան, որ հարկային պարտավորություններ են առաջանում, իհարկե կնշեմ թե որ դեպքում է դա, եւ վճարման ժամկետը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 1-ը։ Իսկ կառավարության որոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղ ունեցել այն առումով, որ օրինակ շրջանակը ընդլայնվեց, եթե միջև այդ բուհական, հետբուհական, այդտեղ շրջանակը շատ ընդլայնվեց, հիմա բոլորը չթվարկեմ կարող են 1067 կառավարության որոշման մեջ դա տեսնել։ Այնտեղ արվեստի, պարարվեստի խոսքով շատ են դրանք, կարող են ծանոթանալ։ Այստեղ որոշակի հստակեցում եւ կարելի ասել առանձնահատկություն սահմանվեց, քանի որ 24 թվականի արդյունքներով 25 թվականն են մեր քաղաքացիները հայտարարագիր հանձնում, բնականաբար շատերը չգիտեին, որ փոխանցումները բացառապես իրենց կողմից պիտի կատարվեր եւ ստացվել էր օրինակ բերեմ, որ ուսման վարձը օրինակ 3-րդ անձի էին տրամադրել, իսկ ինչպես գիտենք, փոխհատուցումը միայն փոխհատուցման դեպքում որ իր համար է ծախսը եւ հենց ինքն է կատարում կամ ընտանիքի անդամի, իսկ ընտանիքի անդամը այս շրջանակներում համարվում են ծնողները, ամուսինները եւ զավակները, բայց քանի որ տեղեկացված չեն եղել, գումարը օրինակ փոխանցել են այլ երրորդ անձի, օրինակ վարորդի կամ չգիտեմ ընկերոջը եւ բնականաբար ստացվում է որ փոխհատուցումից չեն կարող օգտվել, բայց քանի որ սա նոր ներդրվող համակարգ էր, այս դեպքում էլ հնարավորություն ընձեռվեց մեր քաղաքացիներին, իհարկե մինչեւ 25 թվականի հունիսի 1-ը կատարված վճարումների մասին է խոսքը, այսինքն դրանից հետո գոնե մեր քաղաքացիները տեղեկացված են եւ կարող են արդեն վճարումները ճիշտ կատարել, այսինքն հնարավորություն ընձեռվեց ինչ առումով, որ կարող են ուսումնական հաստատություն օրինակ մոտենալ, հայտարարություն գրել, որ ճիշտ է երրորդ անձի կողմից է կատարվել, բայց այդ եկամուտները իրենն են ու իր եկամուտներից է ծախսը կատարվել Եվ հանգամանքը հաշվի առնվում եւ ուսումնական հաստատությունը կարող է հանգիստ հաշիվը դուրս գրել հաշվարկային փաստաթուղթը, դա հատուկ տիպի հաշվարկային փաստաթուղթ է, որը արդեն հարկ վճարողները տեղեկացված են, հաշիվը դուրս գրելուց հետո ֆիզիկական անձը կարելի ասել 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ գումարները հետ են ստանում։ Այսինքն այդ կառավարության որոշումը, որով շրջանակը սահմանված է եւ գումարի չափի, եւ ընտանիքի անդամի, եւ սոցիալական ծախսի ուղղվածությունների անդադ վերանայվում են եւ բարելավում են իհարկե։ Ուսման վարձ վճարած առողջապահական այս ծախսերը կատարած մարդիկ, ովքեր հայտարարագիրը լրացրել են, ինչ քայլերի հաջորդականություն պիտի կատարեն, որպեսզի իրենց սոցիալական ծախսի հետ վճարը ստանան։ Տեսեք, մենք ասում ենք, որ այս հայտարարագիրը բնականաբար եկամուտներին է միայն վերաբերում ու այն էլ հենց այդ որ թվականի համար որ ներկայացնում են, այսինքն եթե այս տարի ներկայացնում ենք 24 թվականի համար, միայն եկամուտների վերաբերյալ պետք է հայտարարեն, սակայն այն ծախսերի մասով, որը որ փոխհատուցման ենթակա է, այդ մասով որոշակի անելիք ունի քաղաքացին, ինչը պետք է անել Արս քայլերի հաջորդականություն։ Ընդհանրապես, եթե դա օրինակ ապահովագրական ծախսն է, այդ ապահովագրական կազմակերպությունը ընդհանրապես պետք է հաշիվ դուրս գրի։ Հաշիվ դուրս գրելու համար ինչ է պետք, ապահովագրական կազմակերպությունը իր վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացում է լիազոր մարմնին, իր դեպքում օրինակ ասենք կենտրոնական բանկն է։
Կենտրոնական բանկին տեղեկատվությունը ներկայացնելուց հետո կենտրոնական բանկը ապահովագրականի վերաբերյալ մեծ տեղեկատվություն է տալիս, այսինքն պետական եկամուտների կոմիտեին, եւ պետական եկամուտների կոմիտեն այդ տեղեկատվությունը ինտեգրում է, ներառում է մեր համակարգում եւ այդ ապահովագրական կազմակերպությունը արդեն կարողանում է սահմանված հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել։ Այս գործընթացին կարելի ասել բոլոր կազմակերպությունները, որոնք այս փոխհատուցման ծառայություններն են մատուցում, որը փոխհատուցման ենթակա են, արդեն տեղեկացված են եւ գիտեն ինչ ընթացակարգով, այսինքն եթե դա ատամնաբուժարանը իր տեղեկատվությունը ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ առողջապահության նախարարությունը ներկայացնում է պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի հնարավորություն տանք այդ ատամնաբուժարանին հաշիվ դուրս գրելու։ Ուսումնականի մասով բնականաբար տեղեկատվությունը ներկայացվում է ուրեմն կրթության նախարարությանը։ Իդեպ ասեմ, նաև բոլոր գերատեսչություններն էլ, օրինակ կրթության նախարարությունն այդ տեղեկատվությունը հրապարակում է իր կայքեջում, կարելի ասել ինչ որտեղ նաև քաղաքացիները իրազեկված են լինում այդ էջերից օգտվելով, թե որ կազմակերպություններն են, որոնք այս փոխհատուցումը իրականացնում են, ծառայություններ մատուցում են եւ իրանք լիցենզավորված են, որտեղ այս շրջանակներում շատ ատամնաբուժարաններ պարզ դարձավ, օրինակ, չգիտեմ, որ իրանք գրանցված չէին միգուցե կամ լիցենզավորված չէին, բնականաբար փոխհատուցումի չօգտվեցին, սա էլ ազդակ է, որպեսզի եւ ատամնաբուժարանները ավելի զգոն լինեն, լիցենզավորված լինեն, գրանցված լինեն, այդ դեպքերում այսքան քաղաքացին էլ չի տուժի այդ կազմակերպության գործողություններից։ Այսինքն ամփոփելով ինչ է պետք, եթե օրինակ իմ ընտանիքի անդամը ես վճարել եմ իմ ընտանիքի անդամի համար ուսման վարձ, ընդհանրապես այդ ուսումնական հաստատությունը իր վերաբերյալ տեղեկատվություն ուղարկել է կրթության նախարարությանը, որը հրապարակել է եւ տեղեկատվությունը տվել է Պեկին, եւ այդ ուսումնական հաստատությունը արդեն հնարավորություն ունի փոխհատուցման համար համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել, իսկ այդ պահին, երբ որ փաստաթուղթը դուրս է գրվում ինքնաշխատ եղանակով, ես որպես հայտարարագիր ներկայացնող իմ էջում, հայտարարագրման էջում միանգամից տեսնում եմ այդ եւ հաշվարկային փաստաթուղթը եւ ինքնաշխատ եղանակով արտացոլվում է իմ հայտարարագրի մեջ։ Եթե կազմակերպությունը, որին դիմել է քաղաքացին հաշիվ դուրս գրելու համար, ուղղակի հրաժարվում է հաշիվ դուրս գրել, այս դեպքում քաղաքացին ում պետք է դիմի։ Տեսեք, միգուցե այդ դեպքերը ավելի շատ լինեին միջև հունիսի 1-ը, որտեղ որոշակի հարցեր կարգավորված չէին, բայց քանի որ այդ բոլոր հարցերը կարգավորվեց կառավարության որոշմամբ, կարծում եմ դրանից հետո այլևս խնդիր չենք ունեցել, բայց եթե այդպիսի խնդիր կլինեն, օրինակ, եթե դա ատամնաբուժարանի մասով է, այդ լիազոր մարմինը, կարգավորող լիազոր մարմինը համարվում է օրինակ առողջապահության նախարարությունը, կարող են դիմել այդ նախարարությանը, օրինակ կամ զանգերի կենտրոն կամ դիմում գրելով եւ հասկանալ խնդիրը ինչու՞մ է, որ ատամնաբուժարանը հաշիվ չի դուրս գրում, որտեղ այդ կազմակերպությունները, այսինքն կամ անհաձեռներեցները, որոնք այդ ծառայությունը մատուցում են, պարտավոր են հաշիվներ դուրս գրել։ Հայտարարագրման գործընթացի շրջանակներում նաև այստեղ հասկանանք ինչ պարտավորություններ ունեն վարձակալությունից եկամուտ ստացող քաղաքացիները, որովհետև իրենք էլ իրենց հերթին են իրենց եկամուտները լրացնում։ Այո։ Վարձակալության մասով նշեմ, որ հետևյալն է, նախ վարձակալության համար կան համապատասխան հայտարարության ձևեր, եթե դրանք պետական գրանցում չեն ստացել, այսինքն եթե ես որպես ֆիզիկական անձ վարձակալությամբ տվել եմ այլ ֆիզիկական անձը եւ պետական գրանցում այդ վարձակալության պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, ես կարող եմ պետական եկամուտների կոմիտեին հայտարարություն ներկայացնել, թե որ ամիսների համար եմ օրինակ վարձակալությամբ իմ գույքը տրամադրել, բայց դրանից հետո, քանի որ հարկերի հաշվարկման գործընթացը իմ վրա է դրված, ես պիտի հաշվարկեմ, թե քանի ամիս եմ տվել, ինչ եկամուտ եմ ստացել, ուրեմն հայտարարագիրը ներկայացնելիս, այնտեղ ունենք նաև երրորդ բաժին, այդտեղ պետք է լրացնի վարձավճար տողում այն գումարը, ինչ որ եկամուտ որ ստացել է, ինքնաշխատ եղանակով իհարկե 10% դրույքաչափը հաշվարկվում է եւ այդ առաջացած եկամտային հարկը պետք է վճարի պետական բյուջե, ինչպես նշեցի նոյեմբերի 1-ը 2024 թվականի համար վճարման ժամկետը սահմանվել 2025 թվականի նոյեմբերի 1-ը եւ հարկերը պիտի վճարի հարկերի միասնական հաշվին։ Այսինքն նշեմ, որ այս վարձավճարը, երբ որ վարձակալությամբ գույք է հանձնում, սա առաջին տարին չէ, նախկինում 25-30 տարի այս հարկը պիտի վճարեր քաղաքացին, ուղղակի այնտեղ է գտել նաեւ մեր եկամուտների հայտարարագրում։ Ինչպես ժողովրդական լեզվում են ասում, հասանք մեր մեծերին, այստեղ մեծեր ասելով նկատի ունենք մեր տատիկ պապիկներին, թոշակառուներին, այն խավին, որ իրենք ստանում են կենսաթոշակ կամ առողջապահական խնդիրներ ունենալով ստանում են թոշակներ։
Թոշակը առհասարակ մարդիկ պետք է հայտարարագրեն, թե ոչ, եւ այդ հայտարարագրումը ինչպես է իրականացվում։ Ուրեմն, եթե միայն խոսքը գնում է թոշակառուների մասին, որ այդ թոշակառուն չի հանդիսանում օրինակ վարձու աշխատող, ապա առաջին անգամ հայտարարագիր պետք է ներկայացնեն 25 թվականից, իդեպ ասեմ, որ արդեն 25 թվականից սկսած մեր բոլոր քաղաքացիները 18 տարեկանից բարձր պետք է ներկայացնեն այս հաշվարկ հայտարարագիրը, իդեպ ասեմ, որ այս պահանջը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրության ռեզիդենտներին։ Ուրեմն, եթե անդրադառնալով մեր թոշակառուներին, եթե այլ հիմքով չեն հանդիսանում հայտարարատու, ապա առաջին անգամ կներկայացնեն 25 թվականի համար 26 թվականին։ Նշեմ, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր թոշակառուներին որից է ինչ որ մի բեռ չդնենք դժվարության առումով, որտեղ այստեղ ոչ մի իհարկե բնականաբար հարկ չի առաջանում, ընդհանրապես անհարմարություն, որ միգուցե եւ չկարողանան, բայց աշխատանքներ են տարվում, ինքնաշխատ եղանակով այդ հայտարարները լրացնել, նախալրացնել մեր թոշակառուների համար, եթե իհարկե այլ եկամուտ օրինակ կարող է վարձակալությամբ օրինակ գույք ունենան, որ հանձնել են կամ դրսից եկամուտներ, որոնք հարկման ենթակա են օրինակ, եթե այլ ոչինչ չլինի, ապա որոշակի ժամանակահատված կտրամադրվի թոշակառուներին, եթե մուտք չգործեն, ոչ մի բան չանեն, կհամարվի իրենց կողմից օրինակ հանձնված, բայց եթե հետագայում հիմքեր, փաստեր պետական եկամուտների կոմիտեն ունենա փաստեր, որ մեր թոշակառուն այլ եկամուտներ ունի, որոնք դեռ չեն հարկվել, բնականաբար հնարավորություն կունենա թոշակառուն օրինակ ճշգրտել եւ հայտարարագիրը դարձյալ հանձնել, եթե լրացիչ հարկ է առաջանում, դրանք վճարել պետական բյուջե։ Եթե մեր քաղաքացիները ունեն դրսում ապրող բարեկամներ, ազգակցական կապ ունեցող մարդիկ, ինչ որ ժամանակը մեկ ստանում են դիցուկ 400-500 դրամ գումար։ Այս դեպքում այս գումարները ստացված հայտարարագրման ենթակա են, հարկման ենթակա են, սա ոնց է կարգավորվում։ Տեսեք, ձեր հարցը շեշտը չդնենք, որ արտերկրից են օրինակ գումարը ստանում 400,000 օրինակ, որպես օրինակ բերենք, կարող է եւ հենց այստեղ էլ իր բարեկամ անկերը 400,000 դրամ փոխանցում է օրինակ ասենք քաղաքացուն օրինակ ինձ։ Հիմա մենք պետք է ուղղակի հասկանանք, թե այդ գումարը ինչ նպատակով է փոխանցված։ Եթե դա փոխանցված է ընդհանրապես նվիրատվություն կամ փոխառության, բնականաբար դա կլրացվի երկրորդ բաժնում, որը համարվում է նվազեցվող չհարկվող եկամուտներին է վերաբերում, այստեղ հարկ չի առաջանում բնականաբար։ Բայց եթե անդրադառնանք նրան, որ այդ 400,000 օրինակ ֆիզիկական անձը դրա դիմաց օրինակ աշխատանք է կատարել, ծառայություն է մատուցել, օրինակ բնակարանական վարձակալությամբ հանձնել, բնականաբար այդ գումարը պետք է երրորդ բաժնում դա հայտարարագրվի, որից հարկ է առաջանում եւ վճարի պետական բյուջե։ Այստեղ շատ կարեւոր է, թե այդ գումարը ինչ նպատակով է ֆիզիկական անձին փոխանցված։ Եվ բուն է ձեր հարցին պատասխանելով, եթե դրսից գումար է փոխանցվել օրինակ 400,000 դրամ եւ դա նվիրատվություն է, ապա լրացվում է հայտարարագրվում է երկրորդ բաժնում եւ հարկ չի առաջանում։ Տեսեք, եթե մի փոքր խորանանք այս թեմայի վերաբերյալ, քարտային փոխանցումների ժամանակ, եթե չեմ սխալվում, նպատակ դաշտ չկա քարտից քարտ փոխանցման դեպքում։ Այս դեպքում արդեն բանկային քաղվածքում նշված կլինի նպատակը, թե ուր գնաց, ինչի համար։ Ես կարծում եմ հավելվածներով քարտերից քարտ փոխանցելու, եթե տեսեք, նույն ֆիզիկական անձին են պատկանում այդ հաշվի համարները, քարտերը, եթե օրինակ ես իմ հաշիվների մեջ, քարտերի մեջ փոխանցումներ անում, դրանք հայտարարագրման ենթակա չեն, հայտարարագրման ենթակա է միայն այն, կարելի ասել դրամական հոսքերը, եկամուտները, որոնք այլ տեղից եմ ստանում։ Դա եթե լինի աշխատավարձի տեսքով, դա մեր հայտարարագրման առաջին բաժինն է, դա լրացնել այլևս պետք չէ, որտեղ արդեն այդ տեղեկատվությունը առկա է։ Եթե դա ես իմ բարեկամից որպես նվեր եմ ստացել, ես ընդհանրապես հայտարարագրում եմ երկրորդ բաժնում, որից հարկ չի առաջանում։ Այստեղ շատ կարևոր է նպատակ դաշտը, իհարկե շատ կարևոր է, այսուհետ կարծում եմ մեր քաղաքացիները նպատակ դաշտում հստակ կնշեն դա փոխառություն է, դրա նպատակը նվիրատվություն է, թե օրինակ ասենք վարձակալության դիմաց տրված գումար է, ավելի ճիշտ կլինի, որ նպատակ դաշտում գրեն։ Բայց քաղաքացին ինքը գիտի, թե այդ գումարը ինչի համար են իրեն փոխանցել ու ինքը հստակ հայտարարագիրը լրացնելուց արդեն կողմնորոշվում է, թե դա հարկման ենթակա է, թե ոչ։ Մի փոքր ուղղակի նաև ներկայացնեմ, որ մեր հայտարարագիրը
բաղկացած է 6 բաժնից։ Առաջին բաժինը դա հարկային գործակալի կողմից ստացված եկամուտներն են, այստեղ քաղաքացին այլևս ոչ մի բան չի լրացնում, որտեղ ինքնաշխատ եղանակով մենք այդ տեղեկատվությունը ՊԵԿ-ը տիրապետում է եւ ինքնաշխատ եղանակով լրացվում է։ Այնտեղ միայն ավանդի տոկոսն է լրացվում, որովհետեւ միակ հարկային գործակալն է, որ պահում է եկամտային հարկ եւ բյուջե է վճարում, բայց անձնարարված տեղեկատվություն պետական եկամուտների կոմիտեն չունի։ Այդ իսկ պատճառով եթե քաղաքացին ունի դրված ավանդ եւ տոկոս է ստացել, ապա այդ առումով պետք է այդ տողը լրացնի։ Իհարկե եւս աշխատանքներ են տարվում, այդ տողը եւս ինքնաշխատ եղանակով տեղեկատվությունը նախալրացնենք, եթե իհարկե քաղաքացին օրինակ համաձայնություն տա, որ ինքնաշխատ եղանակով նշում կատարի, այդ տեղեկատվությունը մենք լրացնենք։ Այսինքն առաջին բաժնում ամփոփելով, այստեղ քաղաքացին ոչ մի բան չունի լրացնելու, օրինակ եթե ավանդի տոկոս եւս չունի, այլևս ոչ բան չունի լրացնելու, այսինքն հարկային գործակալը արդեն իսկ եկամուտը վճարելիս, ուրեմն եկամտային հարկը պահել եւ վճարել է։ Երկրորդ բաժինը այն եկամուտներն են, որոնք նվազեցվող են, կարելի ասել չհարկվող եկամուտներն են, որոնք դրանք են օրինակ կենսաթոշակները, ասենք կրթաթոշակները, այնտեղ փոխհարությամբ տրված գումարները, վարկերը, անհատույց ստացված եկամուտներ, մի խոսքով թվարկելով կարելի ասել, որ այստեղ են եկամուտներ, որից հարկ չի առաջանում, իսկ երրորդ բաժինը դա այն բաժինն է, որը քաղաքացին այլ քաղաքացուց, օրինակ, այսքան եկամուտը ստացել է, սակայն հարկային գործակալ չհանդիսացողից է այդ եկամուտները ստացել եւ ինքը պետք է այդ գործողությունը կատարի։ Արդեն 4-րդ, 5-րդ բաժինները եւ 6-րդ բաժինները ինքնաշխատ լրացվողներ են, 4-րդը սոցիալական ծախսն է, ինչպես նշեցի, եթե հաստատությունը ծառայություն մատուցողը հաշվի է դրოს գրում ինքնաշխատ եղանակով կարտացոլվի, իսկ արդեն 5-րդ բաժինը ինքնաշխատ արդեն ամփոփում է արդյոք ֆիզիկական անձ ունի սոցիալական գումար, որ պետք է հետ ստանա, թե օրինակ հարկ ունի վճարման ենթակա եւ պետք է բյուջե վճարի։ 6-րդ բաժնին կարճ անդրադառնանք, դա սոցիալական վճարն է, ինքնազբաղվածները եթե ցանկություն են հայտնում 5% վճարել, ապա կարող են նշում կատարել, բայց դա պարտադիր դաշ չէ։ Այսքանը լրացնելուց հետո, երբ հայտարարագիրը ստորագրվում է եւ հանձնում է, այդ գործընթացը ավարտվում է այդքանով։ Եթե քաղաքացին վաճառում է բնակարանը, առանձնատունը, ավտոտնակը, այս դեպքում այս ամենը հայտարարագրում ինչպես է արտացոլվում։ Ինչպես նշեցի, դա արտացոլվում է երկրորդ բաժնում, եթե ֆիզիկական անձին է գույքը վաճառել, օտարել, ապա այդ եկամուտները լրացվում են երկրորդ բաժնում, դարձյալ նշեմ, հարկ չի առաջանում, իհարկե նշեմ, որ այս տարի փոփոխություն է տեղ ունեցել ՊԵԿ նախագահի հրամանով, որոշակի եկամուտներ կան, որոնք կարող են մինչև 300,000 դրամը չլրացնել, իհարկե եթե լրացնեն, միևնույն է հարկ չի առաջանում, ուղղակի որպեսզի անհարմարություն չլինի քաղաքացիներին շատ մանրամասն գումարներ լրացնել, եկամուտներ լրացնել, այստեղ հնարավորություն է տրված, որ միայն 300,000 եւ ավելին լրացնեն, դրանք 4 ուղղվածություն ունեն, դա փոխառությունն են, անհատույց ստացած եկամուտներն են, գույքի օտարումից ստացված եկամուտներն են եւ նվիրատվությամբ կամ ժառանգությամբ ստացված գույքն է։ Այդ 4-ի մասով քաղաքացին կարող է մինչև 300,000-ը չհայտարարել։ Եվ ուզում եմ վերջին հարցը տալ մեր հաղորդման, այս պահի դրությամբ երկրում քանի քաղաքացի է լրացրել հայտարարագիր եւ քանիսն են օգտվել սոցիալական ծախսի հնարավորությունից հետ վերադարձի։ Ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ մենք այս հաղորդումը ձայնագրում ենք հունիսի 26-ին եւ տվյալները հունիսի 26-ի դրությամբ են։ Խնդրեմ թվերը, եթե ձեզ մոտ կան թվերը ասենք։ Իհարկե, ուրեմն այս պայետրությամբ 2024 թվականի արդյունքները, որ 25 թվականին արդեն իսկ ներկայացրել են, մոտ 78,600 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր, սոցիալական ծախսից օգտվել են 31,300 քաղաքացի մոտ, իսկ այդ գումարը, որ փոխհատուցվել է, մոտ 2.8 միլիարդ դրամ, կարող եմ նաև 23 թվականի արդյունքները ներկայացնել, 23 թվականի ներկայացվել է 60,000 քաղաքացիների կողմից ներկայացվել է հայտարարագիր, սոցիալական ծախսի համար դիմել է մոտ 4,300 քաղաքացի եւ որոնց վերադարձվել է 384 միլիոն դրամ։ Եվ վերջում էլ նշենք, թե այս տարվա վերջնաժամկետը հայտարարագրման երբ էր։
Հա, մեկ անգամ ես նշեմ, որ մեր քաղաքացիներն էլ տեղեկացված լինեն, վերջնաժամկետը եւ ներկայացման եւ վճարման 2025 թվականի նոյեմբերի 1-ն է, կխնդրեմ եւ կհորդորեմ, եթե հարցեր ունեն, կարող են զանգահարել, կարող են մոտենալ, տարբեր ձևաչափերով ՊԿ պատրաստ է իրազեկել քաղաքացիներին, հաշվի առնելով, որ եթե մինչեւ նոյեմբերի 1-ը չներկայացվի, օրինակ եթե արդյունքում հարկ է առաջանում, ապա եւ չներկայացվի եւ չվճարի, ապա դուր է հաշվարկվում օրական զուրանոց 75%, բայց ոչ ավել, քան 730 օր։ Նշեմ նաեւ տեղեկատվություն մեր իրազեկման աշխատանքները, երբ սպասարկման սրահի աշխատակիցներն են մոտեցել, ավելի քան 288 հարկ վճարողի մոտ ներկայացել ենք եւ իրազեկման աշխատանքներ ենք կատարել եւ այդ ընթացքում այսինքն սրահներում եղել են ամբողջ 288 հարկ վճարողի մոտ, որ այցելել ենք, 15603 քաղաքացու, կարելի ասել իրազեկման աշխատանքներ են իրականացել, իհարկե այս թվի մեջ չի մտնում նաև ովքեր որ սպասարկման սրահ են մոտեցել, այսինքն այդ թիվը ավելի մեծ կլինի, բայց հաշվի առնելով որ այս տարվա շահառուները հայտարարությունները շատ ավելի մեծ են, խնդրենք որ հասցնեն մինչև նոյեմբերի 1-ը հայտարարները հանձնեն եւ վճարեն հարկերը, եթե իհարկե առաջանում է հարկ, եթե առաջանում է սոցիալական ծախս, որը ենթակա է փոխհատուցման, նշեմ, որ փոխհատուցման համար ինչ է անհրաժեշտ, հայտարարները ներկայացնելուց հետո դիմում է լրացնում քաղաքացին, դիմում մեջ նշում է այն գումարը, որը ենթակա է վերադարձման, ինչպես նշեցի, առավելագույնը 100,000 դրամն է, դիմում լրացնելուց հետո, հանձնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարը վերադարձում է, առողջապահության մասով առավելագույն գումարը դա 50,000 դրամն է, կրթության մասով 100,000 դրամն է, բայց երկուսը իրար հետ չի կարող գերազանցել 100,000 դրամը։ Իդեպ ասեմ, որ այս առավելագույնն է 100,000 դրամ, եթե օրինակ սոցիալական ծախսը կազմել է ընդունենք 50,000 դրամ, բնականաբար կստանա 50,000 դրամ եւ նշեմ, որ պարտադիր պայման է, որ քաղաքացին պետք է ունենա եկամտային հարկ, որտեղ ինչպես գիտենք, եկամտային հարկ եթե առաջանում է, շատերը տարբեր փոխհատուցումներից նաեւ ինչպես գիտենք, տարբեր փոխհատուցումներ կան, դա կարող է լինել հիպոթեկային վարկի տոկոսագումարների տեսքով, կառուցման վարձի կամ շահաբաժինների, եթե այդ ամբողջը եկամտային հարկից նվազեցնելով դեռևս առկա է եկամտային հարկ, որը վերադարձման ենթակա է, ապա դիմը լրացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացին հետ կստանա իր հաշվի համարին։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք հարցազրույցների շարքը, որը մենք անում ենք պետական եկամուտների կոմիտեի հետ։ Իսկ իմ այսօրվա հյուրն էր հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը։ Կհանդիպենք։